Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արցախի առաջին պատերազմին մասնակցած ազատամարտիկ Վլադիմիր Բալայան կկայանա Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի հերթական նիստը։ Վերացված արժեք Շավարժ Քրիսյան, Լիբանանեն իսրայելյան հարվածերեն 10-ն ավելի մարդ զոհված է։ Լույս տեսած է սուրիահայ բարբերական մամուլի մատենագիտություն մնակրությունը։ Իսրայելի եւ Իրանի միջև ռազմական գործողությունները հավանաբար պիտի սրին։ Վլադիմիր Սաժին, Կոստանդնուպոլսով վիճահարույց գիտաժողովը եւ Հրանտ Տինքի շուրջ հետաքննությունը, հայ գին բանդարգյալի պատմությունը Օսմանյան գլխավոր բանդին մեջ, 10-րդ տարու հայկական ցերակիր։ Արցախյան առաջին ազատամարտի մասնակից Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանի ասպետ ազատագրական բանակի Արցախ ճակատի հրամանատար Վլադիմիր Բալայան ծնած է 1958 թվականի փետրվար 14-ին Մարտակերտի շրջանի Մոխրատաղ գյուղին մեջ, երբ Արցախյան շարժման խաղաղ ցույցերը դեղ դվին զինյալ պայքարին, Վլադիմիր առաջին գիծին վրա էր որպես ճակատի հրամանատար։ Ան վաճառած էր իր անձնական ինքնաշարժը, զենք քնած եւ ինքնապաշտպանական ճակատ կազմավորած, որ պատրաստ էր թիմակրավելու թշնամին։ Վլադիմիր գղեկավարեր Մարտակերտի շրջանի պաշտպանությունը, սակայն ովևէ այդ շրջանի մեջ իրավիճակի վատթարացման բարակային ան իր զինվորներուն հետ անմիջապես օգնության կհասներ։ 1991 թվականի ցմրան Շահումյանի մեջ տեղի ունեցավ Վլադիմիր Բալայանի եւ Լեոնիդ Ասկալտյանի հանդիպումը։ Այս զորամիավորումը, որ հիմնեցին Լեոնիդն ու Վլադիմիրը, 1990-1991 թվականներուն գոչվեցավ ազատագրական բանակ։ Ան նմանը չէ ունեցած հայկական զորամիավորումներու ամբողջ պատմության ընթացքին։ Ազատագրական բանակի Արցախ ճակատի հրամանատարը Վլադիմիր Բալայանն էր։ Ազատագրական բանակը փայլուն հաղթանակներ կդոներ։ 2 տարվան ընթացքին ան ընդմեջ մասնակցելով մարտական գործողություններու, ան ազատագրեց 24 գյուղ, պաշտպանեց ամբողջ շրջանը եւ տվավ ընդամենը 7 զոհ։ Վլադիմիրը 6-րդն էր։ Ան զոհվեցավ 1992 թվականի հունիս 9-ին Չայլուկ գյուղի պաշտպանական դիրքերուն վրա։ Արևմտյան Հայաստանի նախագահ Արմինակ Ապրամյան ուղերձ մհղած է անոր հարազատներուն եւ զինագից ընկերներուն նշելով. Վլադիմիր Բալայան հայրենիքը սիրելու եւ գնահատելու վառ օրինակ մնե։ Ան պայքարեցավ հանուն հայրենիքի ազատագրման եւ ինգավ պատվո դաշտին մեջ սերունդներուն գտակելով ազատագրության վեհ գաղափարը։ Մեծ պատիվ եղած է պայքարել Վլադիմիր Բալայանին եւ Լեոնիդ Ասկալտյանի նման հզոր հրամանատարներու կողքին, անոնց հետ կիսել բազմաթիվ դժվարություններ, գրել մարտական ընկերներու գորուստը, բայց նաեւ դեսնել հաղթանակի լուսապացը։ Մենք պարտավոր ենք պայքարել հանուն հայության իրավունքներու վերականգնման եւ մեր հայրենի հողին վրա ազատ ու անգահ ապրելու իրավունքին համար, բամը, որ այսօր գիրականացնե Արևմտյան Հայաստանը։ Հունիս 13-ին ժամը 1-ին Երևանի Ակատանկեղոս 2 կոտորակ 2 հասցեին մեջ պիտի կայանա Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 3-րդ գումարման 7-րդ լիակումար նիստը։ Նիստի ընթացքին պիտի քննարկվին օրագարկի կարևոր հարցեր, ինչպես նաև պիտի ներկայացվին կատարված աշխատանքներն ու հարաճիգա ծրագիրները։ Մուտքը ազատ է։ Անոնք, որոնք չեն գտնար ներկա գտնվել, հնարավորություն պիտի ունենան հետևելու նիստի ուղիղ հեռարձակման Արևմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնական թիմադետրի էջի միջոցով։ Շավարժ Քրիսյան եղած է հայ մտավորական, մարզական եւ գրթական գործիչ, ով մեծ դեր ունեցած է Օսմանյան կայսրության մեջ մարմնամարզության զարգացման մեջ։ Գրթությունը ստանալով Կոստանդնուպոլսով շարք մահայտի դպրոցներուն մեջ, ապա Փարիզի եւ Լոնդոնի մեջ, ան վերադարձած է Կոստանդնուպոլիս 1908 թվականի սահմանադրական փոփոխություններեն յետք, նպատակ ունենալով դարաձել մարմնական գրթությունը հայ երիտասարդության մեջ։ 1911-ին 1914 թվականներուն Քրիսյան հրադարագած է մարմնամարզ մարզական ամսակիրը, որ համարվի Օսմանյան կայսրության առաջին մարզական բարբերականը։ Ան նպաստած է մարզանքի տարածման, երիտասարդական ակումբներու ստեղծման եւ միջազգային մարզական զարգացումներու ներկայացման։ Քրիսյան նաեւ սփաղած է մանկավարժությամբ, դասավանդելով դարբեր հայկական դպրոցներու մեջ եւ եղած է սկաուտական շարժման կարևոր ներկայացուցիչներն մեկը, նաեւ համահեղինակելով սկաուտության մասին գիրքեր։ 1915 թվականի ապրիլին ան սերբակալված է բազմաթիվ հայ մտավորականներու հետ եւ գար ժամանակ յետ կսպանված 29 տարեկանին։ Մարմնամարզ ամսակիրը դադրած է անոր մահեն յետք, սակայն մնացած է որպես հայ մարզական մամուլի եւ երիտասարդական շարժման կարևոր հիմք։ Լիբանանի հարավային շրջաններուն մեջ հունիս 9-ին իսրայելյան անօտաչու թռչող սարքերու հարվածներուն հետևանքով 4 մարդ զոհված է, կհաղորդե Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը։ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարած է, որ Սուր քաղաքի Գարմիր խաչի կետրոնի մոտ 5 մարդ զոհված է, իսկ 8-ը վիրավորված են, որոնց մեջ 4-ը Գարմիր խաչի աշխատակիցներ են։ Իսրայելյան բանակը քաղաքի բնակիչներուն դարահանման հրաման տված է։ Նախարարությունը նաև դեղեկացուցած է, որ Սայդա շրջանը արձանագրված են եւս 2 զոհ
զոհ եւ 10 վիրավոր, իսկ Նաբադիե շրջանին վրա հունիս 8-ի առավոտյան Իսրայելի հարձակումին հետևանքով 7 զոհ եւ 8 վիրավոր եղած են։ Մարտ 2-ին ի վեր, երբ Հեզբոլլահի Իսրայելի դեմ հարձակումին պատճառով Լիբանանը ներկաշվեցավ մերձավոր արևելքի պատերազմին մեջ, երկրին մեջ իսրայելյան գործողություններու զոհերուն ընդհանուր թիվը հասած է 3640-ի, իսկ վիրավորները 11200-ի։ Արևելագիտության ինստիտուտի գիտխորհրդի որոշումով եւ հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի դրամաշնորհով հրադարակված է հետազոտող Ավոկ Աթրջյանի Սուրիահայ բարբերական մամուլի մատենագիտություն 1912-ին 2026 թվականները մենակրությունը։ Այս արժեքավոր ուսումնասիրությունը ընդգրկած է 228 թերթ եւ բարբերական, որոնց մեջ 111-ը հեղինակի չանկերով դուրս բերված են մոռացութենե եւ մցված գիտական շրջանառության։ Հրադարագությունը կարևոր ներդրում է հայ մամուլի պատմության ուսումնասիրության մեջ, ներկայացնելով ավելի քան 1 դար ընդգրկող հարուստ ժառանգություն եւ ստեղծելով աղբյուրներ հետագայի գիտական հետազոտություններուն համար։ Միջին արևելքի երկիրներու ուսումնասիրության կենտրոնի ավագ գիտաշխատող Վլադիմիր Սաժինը մեկնաբանած է մերձավոր արևելքի իրավիճակը։ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև հուշագրի ստորագրության հավանականությունը ցած է մոտ 25%, իսկ ռազմական գործողություններու վերսկսմանը բարձր մոտ 75%։ Հուշագիրը հիմնված է տարբեր կողմերու դիրքորոշումներու եւ պահանջներու վրա, այդ պատճառով սկիզբեն անիրագործելի էր ըսած է Սաժինը։ Նախագծված է, որ ռազմական գործողությունները ամենայն հավանականությամբ կսրին Իսրայելի եւ Իրանի միջև։ Կտեսնեք, թե ինչ որոշում պիտի կայացնե Թրամփը, որ անկանխատեսելի է։ ԱՄՆ-ի ուժերը մերձավոր արևելքի եւ Պարսից ծոցի մեջ ավելցած են, ուստի պետք է սպասել, եզրափակած է Սաժինը։ 2005 թվականի սեպտեմբերին Կոստանդնուպոլսո մեջ նախադեсված Օսմանյան հայերը գայսրության անկման շրջանին գիտաժողովը դարձավ լայն հասարակական եւ քաղաքական հասարակություններու առարկա։ Նախադեсված էր Բողազիչի համալսարանին մեջ, սակայն Թադարանի որոշումով հիմք ընդունելով Քեմալ Քերինչիզի եւ գործընկերներուն բողոքները գիտաժողովը կասեցվեցավ։ Բողազիչի եւ Սաբանջա համալսարանները հայտարարեցին, որ ստիպված են ենթարկվել, սակայն պատրաստ են պաշտպանելու ակադեմիական ազատությունը։ Այդպիսով գիտաժողովը փոխադրվեցավ Բիլգի համալսարան, ուր վերջապես կայացավ։ Գիտաժողովի նախօրյակին եւ ընթացքին տեղի ունեցան փողոքի ցույցեր, իսկ որոշ աղբյուրներ նշած են համալսարանի մուտքին հարձակման փորձեր մասնակիցներու վրա։ Այսպիսով սկսավ նոր դատական գործընթաց լրագրող Հրանտ Տինկի դեմ իր հրաբարակային ելույթներու եւ հոդվածերուն պատճառով։ Տինկ մասնակցեցավ գիտաժողովին եւ շեշտեց, որ պատմական նյութերու քննարկումը պետք է ազատ եւ առանց վախի ընթանա։ Անոր խոսքը եւ գիտաժողովի իրականացումը լայն արձագանք կտան Արևմտյան Հայաստանի մեջ եւ հայկական շրջանակներու մոտ։ Եվրոպական կառույցները քննադատեցին արգելման փորձերը, զանոնք ակադեմիական ազատության սահմանափակում համարելով, մինչդեռ թրքական շրջանակներուն մեջ հնչեցին հակասական քննադատականներ։ Այս իրադարձությունները հետագային դիտվեցան որպես կարևոր հանգրվան խոսքի ազատության եւ պատմական հարցերու շուրջ շարունակվող լարվածության համաձայնին մեջ։ Կոստանդնուպոլսո գլխավոր բանդին մեջ կանանց կալանավորման պատմության եւ Վարդուհի կալանտարի փորձառության նվիրված դասախոսություն կազմակերպված է։ Քննարկումը կենտրոնացած է ուշ Օսմանյան շրջանի կանանց բանդերու պայմաններուն եւ 1915-ի քաղաքական կալանավոր Վարդուհի կալանտարի կյանքին վրա։ Մասնակիցները նշած են, որ 19-րդ դարու բանդային բարեփոխումները նպատակ ունեին մարմնական պատիժները փոխարինելու գալանքով, սակայն կանանց բարակային համագարկը հաջող մնացած է խոցելի։ Ընդգծված է, որ կանանց կալանքը գրնար ըլլալ թե պաշտպանություն, թե շահագործումներու եւ բռնություններու վտանգով միջավայր։ Հատուկ ուշադրություն դարձված է Վարդուհի կալանտարին, ով կհամարվի առաջին հայտնի հայ գին քաղաքական փանդարգյալներեն մեկը։ Ան 1915-ին ցերպակալված եւ դարիներ բահված է Կոստանդնուպոլսո գլխավոր բանդին մեջ, շարունակելով իր մտավորական գործունեությունը։ Պրոֆեսոր Լերնա Էկմեկչիօղլու ներկայացուցած է անոր գենսակրությունը, շեշտելով գրթությունը, ցերպակալությունն ու ազատումը եւ նշած է, որ կալանտարի հուշերը դարաշրջանի առաջին կանանց բանդային հիշողություններն են ու կարևոր աղբյուր այդ շրջանի հասարակական եւ քաղաքական իրականությունը հասկանալու համար։ Դասախոսությունը ավարտած է հարցոպատասխանով եւ քննարկումներով։ Գիլիկյան հայկական թագավորության մեջ 10-րդ դարու վերջավորության ստեղծված է միջնադարյան բժշկական ցերակիրմը նվիրված ցիերու բուժման եւ խնամքի ցիապուժության ոլորտին մեջ կազմված բժիշկ վարաջի կողմէ եւ ընդգրկված բժշկական աշխատության գազմին մեջ։ Ցերակիրը տեսական ու կորցական ցերնարգ է, ներառելով ցիու անատոմիայի նկարագրություն, բուծման եւ վարժեցման մեթոդներ, նաեւ տարբեր հիվանդություններու ախտորոշում եւ բուժում։ Հատկապես ուշագրավ է պատկերային լուծումը։ Տեքստի դողերը ջարակայտացև դարածված ցիու մարմնի տարբեր
վերմասերեն, ստեղծելով միջնադարյան գրաֆիկական ցուցիչներ։ Այս մոդեցումը կարելի է դիտել որպես վաղ ինֆոգրաֆիկ օրինակ, ուր խորհուրդներն ու տեղադոմսերը անմիջապես կապված են համապատասխան անատոմիական հատվածերուն։ Ցերակիրը ներկայիս կպահպանվի Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի մեջ, որ կարևոր միջնադարյան ցերակրերու գիտահետազոտական կենտրոն է։ Անիկա վկայություն է միջնադարյան հայկական բժշկության բարձր մակարդակի եւ գիտական մտածողության պատկերային հաղորդման զարգացած ձևերուն մասին։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։